Շուշանիկ ջան, իմ աչքերը դու ես, իմ տեղը դու ես տեսնում, ամեն ինչ ինձ փոխանցում։ Քո աչքերը եւ իմ աչքերն են։ Իմ տեղն էլ ես տեսնում, քո տեղն էլ ես տեսնում։ Միշտ առողջ եղի, որպեսզի միշտ նայես քո աչքերով ես էլ տեսնեմ։ Մերսյան, որ մենք այս հիվանդությանը բախտագից ենք դարձել եւ պետք է լինեմ քո աչքերը եւ քո տեխնիկա ժամանակ ականջն ու ուղեղը, բայց որ դու կարող ես իմ վրա հենվել առանց այլևայլության, առանց մտածելու։ Մեր ճանապարհը մեկն է, միասին քայլում ենք, մինչև վերջ պետք է քայլենք։ Աստված ինչքան օր է տվել։ Ինչքան կյանքի ճանապարհ եմ անցել, այս մազերս լրիվ սպիտակ է, իմ մազերը իմ բնավորության նման ինչի ենթարկվում։ Կյանքը ինչ տվեց, ինչ ստացա և ինչ ճանապարհ անցա։ Այսա գալիս եմ, թող մի քիչ գոնե այսօր սիրունն ամայ բլամ ինչ է։ Ես ինչ ես անում ուշանում ես։ Այսա վերջացնում։ Որը ճաշ դարավ։ Գնանք։ Մելշան, այսա վերջացրի, մի քիչ գեղեցկանամ։ Առանց քեզ ես ինչ կանեմ, սիրտս քեզ կքաշե։ Գնացինք։ Պատրաստ եմ արդեն։ Պատրաստ ես արդեն։ Ահա։ Քելե գնացինք։ Այդ ռակես ասում է առանց ինձ դուրս մի արը եւ երբ ես մենակ չէ որ հիմա էլ իջնում ես։ Ես հանգիստ իջնում եմ։ Թող թերքս ես կիշնեմ հանգիստ։ Ավելի լավ կիշնեմ։ Քաս թե դու բռնես ինձ։ Դե լավ թրջելով գնա, բաղազելով գնա։ Բաղազելով կեթամ։ Տրնելով։ Գնացինք։ Հանգիստ է չի, հանգիստ։ Միշտ ապի որտեղ ստեղ բարձրացրել են էլի, աստիճաններն են վերանորոգել։ Այդ հարթակները տեսնում, չես է տեսնում ափսոս, ինչ գեղեցիկ է։ Չեմ տեսել, ինչ այս բարձրից եմ վախենում եք, հանգիստ արդեն հասնում ենք։ Նույն դպրոցում ենք սովորում։ Ես 7-րդ դասարան է, ինքը առաջի դասարան։ Այդ ժամանակվանից աչքս իրա վրա երել է ամենագեղեցիկ տղան ինքն ա եղել։ Երիտասարդ ժամանակ գեղեցիկ աղջիկ էր։ Շատ վառվռուն, թշները կարմիր, ախրիկալակի աղջիկներ պես են, գիտեք, Շուշանիկը նույնպես այդպիսի թշներ ուներ, որ նայում է, հիանում է, ասում է, այս կարմիր խնձորները ինչա կպցրել է թշին։ Ես է շատ չարաճճի էլ, մենակ խաղալիքի նման ուզում էի ամեն օր իրան տեսնեի, իմ հորաքրոջ տղայի հետ ընկերներ էին, մի օր շունը բաց թողի իրանց վրա ասել սպասի, ուշադրություն չէր դարձնում, դե փոքր եմ, չէ։ Այդպես տարիները անցավ, մենք մեծացանք։ 10-րդ դասարան եղա, իրեն տեսավ, մի թեթև դենց մեջս բան առաջացավ, սիրո կայծեր, ասի, եթե գնամ բանակ, սա ամուսնացած չլինի, սա այդ կամուսնանամ։ Մի անգամ հարսանիք էր եկել, դե ես արդեն մեծ էի, չէ, ինձ ուշադրություն չէր դարձնում, որ տեսա այդ աղջիկների հետ իրան լավ էր զգում, ասել սպասի։ Չաշը թափեցի վրել, չի հիշում ինքը։ Վայ, չես կարող մի քիչ զգուշ լինես բան, բայց ես իմ առանձնարել էի, գիտեի ինչի համար է այլ։ Ինքն էլ իմ վրա ուշադրություն դարձներ, Փաշայանի աղջիկը մեծացել, սենց աղջիկա դարձը։ Գնացի բանակ եկա, տեսեմ, սպասում է ինձ, ասի լավ է, մեր սեր այնքան ուժեղ էր, որ 3 տարի սպասեց։ Եկել աղջիկ տեսնելու, ես է գրադարանում էի աշխատում, եկավ նստեց կողքեր
խոսեց, արդեն ես իմացա, որ եկել աղջիկ տեսնելու, ասի լավ, այսքան տարի էլ ուշադրություն չես դարձրել, չես իջե, իմ մասին հազվեց ձեռս ընկել, ես խոսցրի իր ավելի շուտ։ Ձերը շատ ուժեղ էր, որ Երևանից գնացի Հայաստան նորից ախարկելակ, իրեն գտա ու մենք ամուսնացանք։ Եկավ մեր տուն, մեր շունն էլ իր վրա չհարձակվեց, մարդը մտածեց, որ էսի ուրեմն պետք է իր հետ ամուսնանամ, տենց ամուսնացանք։ Ախարկելակի դարել այդ գյուղից իմ կնոջը վերցրի, բերեցի Արմավիր քաղաք։ 7 օր 7 գիշեր հարսանիք են եղել։ Մեր մոտը տենց էր ջավախքում։ Այնքան նստանք, հարսը փեսավ, դեսեն չէ, խելոք տեսել ենք։ Այնքան նստանք, միջև հոգնանք։ Ասում եմ, քելը թողնենք, փախնենք, բայց կարած փախնել չես կարա բոլոր նստած, հարսի փեսիկ են աստեն խմում։ 3 տղա ենք ունեցել, ասում է շուշ, 3 միլիոն ունենք, այո, 3 միլիոն են, 3-ն էլ առողջ, գեղեցիկ, մեկը մեկից լավը, գերազանց սովորող։ Արի ձախ կողմը, սրտիս կողմը, գրացել ես աչ կողմս ինք։ Սերը կապում է, սիրո կրակ, վարվող ճրակ։ Այդ կրակի ջերմությունից ու ճրակի պայծառ լույսից սիրտս նորից կրակ ընկավ։ Ջահելության կրակ էր դա։ Ես ինձ ջահել Պատանի զգացի։ Նորից ես ինձ ջահել զգացա։ Ջահելի պես սար բարձրացա, երկու պարով, տաղոխաղով, ծաղների փունջ հավաքի, այդ փունջը բերի քեզ նվերեցի։ Հիշում ես այդ փունջը որ բերի, ասի ես ոնց ես բերել, ուժս տեղնել, ասի կերկի բերի, հասկացար։ Հիմա էլ կբերես։ Հիմա էլ բերեմ, հելա չես Սիրո գուրգուրանքով փաթաթվել ես դու ինձ, սիրտս նորից ճակճկվում է, ձեռքդ տուր, փախցնեմ քեզ, տանեմ նորից մեր տուն։ Այ մեզ։ Կնոջս անունը Շահանդուխտ է, ես որպես այդքան երկար չասեմ, իրեն անունը դրեցի Շուշիկ։ Ասի Շուշիկ եմ ասել ու չճղայնանաս, ավելի կարճ կոնկրետ։ Դե ես իրան շատ էի սիրում, չէ, ինչ էլ ասել պետք է համաձայնվեի, համաձայնվեցի, ինչ տարբերություն չէ։ Նույն բանն է Շուշանիկն էլ, Շուշիկն էլ, Շահանդուխտն էլ։ Գոհ եմ։ Որ Գևորգս 97 թվի մահացավ, պապիկի մոտ արդեն սկսվեց այդ աչքերի տեսողությունը վատանալ։ Ինքն ու Գևորգս իրար շատ էին կապված։ Դե կինը վիշտը ոնց է լինի կտանի, բայց պապիկը շատ դժվար էր տանում։ Աչքերից դեմ սև կետեր էր, մի օր հետո աչքերս կուրացավ։ Ինչքան պրոֆեսորներ, ինչքան բժիշկներ ուր ասես տարել ենք, բայց օգուտ չկար։ Առաջի օրերը շատ դժվար էր, ինձ համար չէի կարում իմ տեղը գտնել, շատ անգամ գնում էր խանութ, ես էլ ժամանակ մենակ էի մնում, ես լացում էի։ Շատ ծանր էր տանում, շատ։ Ասում էի, ես ինչ օրի հասա վերջ, կամաց ընտելացա, ինքը անընդհատ ձեռքիցս բռնում, դուրս էր տանում, բաներ տալիս, վերջապես մինչև ես կարողացա սովորել մի սենյակից մի սենյակ գնալ։ Ինքը ընդհանրապես միշտ այն վատի մեջ էլ լավն է տեսնում։ Հիմա այնքան ազատ եմ տան մեջ շարժում, որ տեսող չի ասի, ես մարդը կույր է։ Զգայարանները իրար շատ լավ է։ Այս կոնգորնա երկու շաբթի վեխանեմ, սրտի դեղնը, ենեմ երկրորդի մեջ,
ճնշման դերն է։ Ինչ իրան վերաբերվում է, շատ անգամ ինքն է անում, որպեսզի մեզ նեղություն չտա։ Նույնիսկ դեղերը, գրքերի, տետրերի արանքները հերթով շարում է, հետո իմանում է, որից հետո որ դեղն է իրա։ Չեմ ասում իմ դեղը բերեք, ես գնում իմ դեղը վերցնում, խմում ժամին։ Մարզանքի ժամանակ ես երգում եմ, ուղեղս հանգստացնելու համար, ուղեղս ծանրաբեռնվածությունից թուլացնելու։ Ելենք կալը բռնենք բարը խամբաջի։ Երիտասարդ ժամանակից ես տան այսենց զբաղվել եմ, իմ մարզիչը եղել է իմ փոքր տղեն, Գևորս։ Նա ինքը պարապում էր 4 անգամ չեմպիոն է եղել Հայաստանի։ Ինքը իմ մարզիչն էր, տանը միշտ ինձ հետ մարզում էր։ Պապա սենց հրա, պապա նենց հրա, պապա վերջ ենքան արեց, որ շատ սիրեցի սպորտը, եթե մի օր չանեմ, մարզանք էտ օրը ոնց որ թուլացած լինեմ։ Պահում եմ սենց մի 2-3 րոպե, որպեսզի մկաններ ցկվեն ու հետո բարձրացնում եմ վերև կողքից մկանների համար։ Ինչ անում է ինքնուրույն է անում, ես այլևս իրան չեմ օգնում։ Ինքը իրան հրաշում է, իր մազերը էլեկտրական մեքենայով մաքրում է։ Հիմա իսկան որ ասենք 45 տարեկան եմ, ինձ թվում է այդքան էլ ծեր չեմ, ինձ տեսնող ասում է դու երևի 50-55 տարեկան ես, մարզվելն է ինձ պահել այդպես։ Նաև պարում եմ, որովհետև դա իմ, այսպես ասած, փոքր տարիքից իմ մասնագիտությունն է։ 4 հասարից մինչև 10-րդ հասար մեր դպրոցի բարի երգի խմբի անդամ ես էլ էի պարող, երգելը չեմ երգել իհարկե, որովհետև բաղաձայն եմ։ Սիրո կրակ, վառվող ջրակ, այդ կրակի ջերմությունից ու ջրակի պայծառ լույսից սիրտս նորից կրակ ընկավ։ Ուրանալուց հետո մոտ անցել էր 1 ամիս երևի ոչ ավել, մի օր երազում տեսա Հովհաննես Շիրազին։ Ես Շիրազին չա եկել ստեղ, ասեց ջավախ ինչու ես քնե, երկած գրի, դու մեծ ջավախն ես, ասի ես այսքան ժամանակ է երբեք չեմ գրել, ինչ գրեմ, ես ինչ եմ իմանում որ գրեմ բանաստեղծություն, չասես դու կարող ես գրես, ես հիմա կթելադրեմ դու սկսի գրել, թելադրեց գրեցի, մի կարծեմ 4 տողեր ինչ հասցրի գրել, մնացած չկարողացա, ասի ինքան արագ եք թելադրում, որ ես չհասցրի գրել, ոչինչ, կանցնի մի շաբաթ, 2 շաբաթ, ասեց ինքը կգա քո գլխում դու կգրես։ Առավոտյան վեր կացավ, շուշ, Շիրազն ինձ ասում է գրի, ես էլ ասել դե գրի, մեկ էլ տեսնեմ տետրը վերես, նստեց գրեց, գրում է, ուղղությունն է կորցրած, տառերը տառերի վրա, այդ ամեն ինչ ասի ոչինչ գրի, մի կերպ ես կջոկեմ։ Ու այդ րոպեից սկսվեց իմ գրելը բանաստեղծություններ մինչև առեսօր։ Թերթերի նյութեր տվել եմ մեկ իմ աշխատանքի վերաբերյալ, իհարկե երբ աշխատում էի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, բայց նա ուրիշ էր, բանաստեղծություն ուրիշ բան էր։ Այդ ընթացքում ինչ գրում էինք, ես տպագրելու տվեցի, երբ վերում էինք թերթերը կարդում էինք, արդեն ինքը իրան շատ լավ էր զգում եւ ավելի շատ էր ուզում ստեղծագործել, հավաքվեց, կարողացանք տպագրել իր երազանք լուսով, որ իր երազանքն էր։ Սերը կյանքի մի մասնիկ, սերը նրան մի հատիկ, ինչպես արյան կարմիր գնդիկ, առանց նրան կյանքը չիկ, սերը կյանքի սիրո հույս, սերը կյանքի սիրո լույս, սերը կյանքի էություն, սերը Աստծո բարություն, այ քեզ բան, այդ տղա մինչև հիմա, ես ինչեր ես գրել, որ ես չեմ կարդացել, նոր կարդում եմ քո գրազները, Դո սիրո մասին, ում ես գրել, ում ես գրել։ Քո համար եմ գրել։ Հա?
Բավարդ կա։ լավ։ Բայլում գրեմ։ Ապրես։ Իմ կինը իմ համար առաջի բժիշկն է։ Եթե ինքը ինձ չնայի, ես այսքան երկար չի կարող ապրել։ Կույրերը շատ շուտ են մահանում։ Մեր մեջ վախ կա, հանգարց մեկս մեկից առաջ չանցնի։ Շնորհիվ իրեն իմ կամքի ուժը, քանի գնում ուժեղանում է։ Ինքը ինձնով է ապրում, ես իրենով։ Մեկս մեկից լրացնում ենք։ Սուրճ եմ հուրասուրում իմ կնոջը, կարտոլ եմ կպչում, բադրջան եմ շատ կպչել, որ կնոջս օգնեմ, վերջապես տան գործը, որը ես կարողանում եմ, անում եմ։ 60 տարի միասին ապրելը դա հեշտ բան չի։ Պապս ասում էր, եթե իրար սիրեցիք, դուք Չինաստանի Փարիզ անգամ ճեղքեք գնաք, դենց էր ասում ինքը։ Հիշում ես, ես մեր նկարները։ Բացել տեսեք։ Ես իմ նկարն է։ Իմ նկարն է։ Որ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ։ Ես քո նկարն է։ Նույն այդ ժամանակահատվածում էլի կարգին ջայել երդասավ մարդիկ են եղել։ Ստե գալիս է։ Այս նկարը դու հիշում ես ծաղկե փունջը ձեռքից Սվերդլովսկում, որ ծառայում էիր։ Ում էիր տանում։ Սիրած աղջկան։ Ոյ, Ինչ։ ով էր սիրած աղջկան։ Ասկարել է, դատրուս։ Լավ աղջիկ էր։ Ամներ։ Չի կարող պատահի։ Ականի։ Ազդուշ լավ է չի լինի։ Շակերդս լավ չէր, բայց լավ էր։ Ադե։ Քութայիսում որ ծառայում էիր, այ սա է, հələ պահի ձեռդ երկուսով։ Հետո գիտեք, ես ինչ շոր եմ հագած։ Այն որ Դու ես կարի։ ես կարեցի, առաջ տեղն ընկավ, հետո տվեցի Մայորի կնոջը։ Ու ես նեղացա, Պետրոսյանը դասավորեց։ Սիպտակ չէր, վառատիկ Թե երկու շոր էր։ Տվի Մայորի կնոջը, դու այն ժամանակ կապիտան էիր, ով կտար։ Կապանում, որ հանգստանում էինք։ Կապանում։ Կարմրաքար։ Կարմրաքար հավայ։ Միայն մեր մենավոր ծառը չի երևում։ Ծառը չէր։ Չէ։ Այստեղ ծառներ կան, բայց մեր ծառը չկար։ Հետո հետ էինք գալիս, որ առավոտյան հասնեինք։ Շատ երանելի տարիներ էին։ Երեխաները փոքր, մենք երջանիկ։ Գարիկս մի տարեկան էր ծնունդ արեցինք, մենք էլ Վարշով էինք ապրում։ Քութայիսից վերադարձանք, Վարշով էինք ապրում եւ ծնունդ էինք անում։ Շատ երանելի տարիներ էին։ Լալայանը որ ասեց, խեչուեկինը տղա է բերել։ Իշի, այ իրանց ասածը։ Լալայանի ասածը շատ հետաքրքիր է։ Ես էլ Գարիկս գրկիտ այդ ծննդյանորն է, Գարիկի։ Մի տարեկան դարձավ։ Անդուն երիտասարդներ էինք, եկել էինք, տուն չունեինք, ճիշտ է Երևանում ունեինք։ Ոնց ընդեղից դուրս գրանցվեցիր, եկար հոկտեմբերյան բնակվեցինք։ Ու ես շատ սիրում այդ քաղաքը։ Ահա։ Ես ասեց այդ ուրեմն Երևան չկա, հոկտեմբերյան չափ չկա։ Ասես դե ամեն տեղ գնալուց պետք է կանգառը կանգնել, ես ավտոբուս տեսնես, ես ինչ անել։ Զայլես գնում է։ Թո եկա այստեղ։ Այստեղ ավտոբուս չկար, որտեղ էի քայլում։ Գարիկիս հետ ընդեղ նկարվեցի։ Եվ երեխաներն էին երջանիկ, եւ մենք աշխարհը մերն էր։
Իսկ այստեղ ես եմ։ Մենակ։ Մենակ չեմ։ Հա։ Էլենա վեգել քերագինը։ Եսի շատ վատ հիշողություն ունեմ ես այդ ժամանակ գյուղից։ Քերագինը որ քեզ ասել է Շուշի գերսենց կգեշանա, այդպես էլ կմնա, ավել լավ է թող գնա։ Երևի գերշ է դրա համար գերշ ասի դա մտե դու։ Գեշեի ու Պահիր։ Չէ դա արիությունից է ինչ խոսում։ Շորտը գեշած է։ Սիրուրա հոչի ուտվան։ Խել պդիլի։ Ադե Ճար բգուչը պդիլի, խել պդիլի, սեր պդիլի, սեր։ Կինս է, շատախոս ես քիչ եմ խոսում հիմա։ Պապիկը կարող է ժամերով հանգիստ նստի, բայց ես կբլբլացնեմ։ Տեղա գալիս իմ փոխարեն ինքն է խոսում, տեղա գալիս իր փոխարեն ես մի քանի բառ ավելի եմ խոսում։ Մեկ լավ չխայնացնում եմ տեղին։ Իհարկե դե անկախ է ստացվում էլի։ Իմ Շուշիկը կարող է եկեշ լավ չընդունի, բայց ես բամբակն եմ, ինքս անդակն է։ Դո երևի ես եմ զանգագը, որտեվ ես եմ առաջինը ամեն ինչի մեջ ընկնում։ Բարեկամը որ տեսնին, կասեն այն ատես, մեր մելսիկը ես տարիքում երասան է դարձել։ Բա ինչ։ Բայց թե մարդը պետք է մի անգամ էլ գոնե դերասան էլի, բա ոնց իր կյանքում։ Բա, երասան էլ լավ բանագիր է։ Ամբողջ կյանքում դերասան ենք։ Ամբողջ կյանքում դերասան ենք մեր կյանքի, այս մի անգամը դերասան ենք ողջ ժողովրդի։ Այո, մարդիկ նայեն։ Թող նայեն։ Այլի։ Նայեն։ Պիտի չեք գնա, սենց, սենց նստի, աստեղ էլ կա խաչքարեր, մերշան, Արդին խաչքարեր, շարք է կազներ զինվորների պես, հենց դենց որ շարք կազմոզ են, գիտես կամյակտա, արի գնանք մի հատ պես, տեսան? Ամեն մեկը տարբեր նախշերով է, էսի ուրիշ է նախշը, դերին ուրիշ է։ սիրում խաչք։ Ոպսոս պետք է տեսնեիր ինչ նախշեր են էլի։ Գեղեցիկ նախշեր են։ Շատ։ Ապրում ենք մեր թորնիկի հետ, տղա սիրակնոջ էլ Սարատովում էր ապրում, կինը մահացավ, երեխաներին ուզում էին տանել մանկատուն, հենց պապիկը լսեց, գնա երեխաներին բեր, գիշերով ես վեր եմ կացել, գնացել եմ, երեխաներին առել եկել եմ, բերեցինք երեխաներին, մեծացրինք, կրթության տվինք, հիմա արդեն երկուսին ամուսնացրինք աղջիկներից, մնում է Գայանեի հետ ենք ապրում, Գայանեն սովորում է բժշկական համալսարանում։ Այ սիրահարվածն է, ես 50 տարի եմ միասին եք, հելը չեք հոգն է իրարից, տեսեք ինչ սուրճ եմ բերել, հելը նստի, Ապրես Գայանեն, պապի ձերքդ քաշի, դու փրկիր ես մեզ, գիթերը Այ ապրես ու նստի տաճան, նստի ապրես, մի քանի բանաստեղծություն կարդացի, պապտել էր մոռացել իր գրածը, ես էլ չէի հասցրել կարդալ։ ես ինչ համով կոֆե ես կրին։ հա, ինչ եք ավ այսօր, Ատը սուճ։ Այսօր մենք ինչ ենք արել մեզ։ գիրք եք Մի կարդացել, քանի անգամ ջան ասել, ջան լսել։ Ես բարձրաձայն եմ խոսել, պապիկն ասել էր ձայնացած։ Ստիպած լռել եմ։ Բայց գնացել եմ մենք օգնորից բարձրաձայն խոսել։ մենք բարձրախոսի ընտանիք ենք, ինչ անենք, Ինքա պիտի ապրեմ, գամուշ չան։ Մինչև իսկական վիրաբույժ դառնաս ու առաջինը ես եմ լինելու քո հիվանդը։ Անես կտրես, որ էլ հոգնել ես պապի, անկեղծ ասա հոգնել, Մերշյան, արի կողս, արի։ կամ
Ազվե բարձե քեզ արեց էլի կամ Դու կոկորը ինձնից բարձում չկա, արի, ձայնիս արի, ապրես, արի նստի, էստեղ, ահա, արի յարջան կողս նստի բավոնց, հանգիստ նստե բայց բա չէ, նախանձ նախանձվես ու գգաս, ախր դու ինձնից հեռու ուր պատի լինես, առանց մեկիս ոչինչ է, տանձը պատվասում է խնձորի վրա, չէ, հա, դառնում է համ տանձ համ խնձոր, Նե։ հիմա մենք տենց ենք պատվասել պծել ենք էլ հաժարել չինեմ, վրացել է 10 տարի դել կապրենք տեսնենք ինչ կդաշնի հա, բայց կարողա 15-ը, ինչ ես մտածում, որ 10-ը, մետաս ապրի, հա, եթե նորից ավելցրը, դենց է, այդ է շատ նյուզ, քչը չկշտանա, շատիտ չկշտանա, աստված ասե, երկիր, սիրով կապն է կապ, ինքան ուժեղ կապ է, որ սիրով կապից մեզ հասե մի քիչ, կապնվել ենք էլ պոկել չկա, երևի եթե ասենք մեր կյանքը երկարի, դառնանք երկարակյանց շատ եմ 150 տարի, 200 տարի, մենք էլի կեթանք իրար հետ, Ես ինչ լավ ես պարում, Արի կնիկ արի պարենք, ափսոս ես չեմ կարողանում պարել, ես չեմ, բայց պետք է ընկերակցեմ քեզ, պարի, ես էլ ծաղ կտամ քեզ, հոգնա, կեցես, հոգնա,